Տիգրան Փաշինյանը ընտրություններից 2 ամիս առաջ լծվել է հակաարցախյան հզոր շարժմանը։ Մենք ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես է երկրի վարչապետը, այսպես ասած, սկսում կշտամբել, վիրավորական արտահայտություններ հնչեցնել մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ։ Հիմա ստացվում է այնպես, որ Փաշինյանը կարծես ցանկանում է մի նոր տեխնոլոգիա բանեցնել, ըստ փորձագետների դա հասարակության մեջ հակաարցախյան այսպիսի նոր շունչ ակտիվացնելն է, ըստ ձեզ սա ինչ է նշանակում եւ ինչի առջեւ կարող են կանգնել, եթե այս տեմպը շարունակվի։ Այստեղ մի քանի բաղադրիչ կա, առաջինը ինքը գնում է դեպի ընտրություններ եւ ինչպես դուք նաեւ ասացիք, ինքը փորձում է հավաքագրել իր էլեկտորատին, այսինքն իր էլեկտորատը դա այսպես կոչված թուրքական կուսակցության աջակիցներն են, հա, մարդիկ ովքեր ատում են Արցախը, մարդիկ ովքեր ցանկանում են Թուրքիայի շատ ջերմ հարաբերությունների մեջ մտնել, ցավոք սրտի, այո, այդպիսի մարդիկ կան, մարդիկ ուղղակի մոլորեցրել են այս ամեն ինչով, հա, քարոզչականով ասել են, որ Արցախից փախել են մարդիկ կամ որ չգիտեմ ցեղասպանությունը ռուսներն են մեր գլխին բերել, որ հիմա եթե մենք ամեն ինչ հանձնենք, մենք լավ կապրենք, հա, այսինքն ներկայապես ինքը հավաքագրում է, ուրեմն իր էլեկտորատը եւ փորձում է առնվազն ամրապնդվել հենց այդ մասում։ Նաև պետք է հաշվի առնենք, որ սա հիմա ինչ որ ասում է, ինքը շատ ծանր հարված տարավ կիրակի օրը, երբ հարձակվել էր արցախցի կնոջ վրա, արցախցի երեխայի ներկայությամբ եւ ցանցը, դաշտը, հա, մեդիա դաշտը շատ վատ արձագանք է այդ ամեն ինչի վրա, ստիպված ինքը սկզբից ասեց, որ ինքը չի լսել ընդհանրապես, որ այդպես բան ասել, չի ասել այդպես բան, հետո ասել է ներողություն ա խնդրել, հա, բայց ոնց որ թե շատ ցավոտ ապտակ ստացավ եւ հիմա փորձում է դրատակից դուրս գալ, որովհետեւ այդ կատեգորիայի մեջ իր աջակիցների, ոնց թե դուք մեզ սովորացրեք արցախցիները վատ են Արցախի երեսից, մենք վատ ենք ապրում, պատերազմները արցախցիների պատճառով, արցախցիները թալանչիներ են, կերել են մեր փողերը, մենք իրաց փող ենք տալիս, իրենք մեր երեխեքին մի բաժակ ջուր չեն տալիս, ու այդ նարատիվները գեներացնող անձնավորությունը իր այդ կոնտինգենտի առջև ներողություն է խնդրում արցախցիներից, հա, ինքը զգաց այդ բա, հիմա փորձում է իրենց այսպես հետ բերել, իսկ երկրորդը ինքը կոնկրետ Թուրքիայից մենք խոսենք արդեն եւ ցեղասպանությունների այդ մրցավազքից, նայեք, նա կրկնում է մի թեզ, որը ցեղասպանության շղթողներն են ասել, որտեղ ասել են հայերը կոտորել են թուրքերին, ստիպված թուրքերը սկսել են պատասխանել հայերին տեղահանությամբ, սպանությամբ եւ այլն, դրա համար հայերը մեղավոր են եւ այստեղ ոնց որ թե ցեղասպանության մեղքը բավականին իջնում է, հա, տոկոսը այսպես ասենք թուրքերի եւ փորձում են նժարիվ դնել արդեն երկու կողմերը, որտեղ մի դեպքում եթե դու պահանջում ես ցեղասպանության ճանաչում եւ հատուցում եւ այդտեղից հետևող պատժամիջոցներ Թուրքիայի հանդեպ, իսկ մյուս տեղը որ մի նժարի վրա գալիս է Հայաստանն է կանգնում, Հայաստանի վարչապետի շուրթերով, դե ասում է որը որից առաջ եղել մենք չգիտենք էլի, եւ սա շատ վատ թեզ է, որը թեզը գեներացված է եղել միշտ թուրքական գենշտաբում եւ այն որ Փաշինյանը հիմա դա կրկնում է, նշանակում է, որ հաջորդ քայլը, որ ինքը անելու է, հա, ընտրություններից հետո դա ցեղասպանության ճանաչման ուրացումն է լինելու եւ ընդհանրապես հրաժարում այսպիսից, ինչը Թուրքիայի պատվերն է, քանի որ Թուրքիայի ամենաթույլ տեղը մեր ներկայիս Սփյուռքն է, որ այդ պիծը տանում է եւ սրանով ինքը փաստացի Սփյուռքին զրկում է ամենակարևոր զենքից, որովհետեւ թուրքերը կասեն, հենա Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը եւ Նիկոլ Փաշինյանը ասում են այդպեսի բան չի եղել, դուք ինչ եք ստեղ խայքարում։ Տիգրան, տեսեք, ընտրություններից առաջ Փաշինյանը բերում է նաև մեկ այլ թեզ, որը դեռևս 2021 թվականի ընտրություններում կարելի է ասել դարձավ իր հաղթաթուղթը, դա այն է, որ եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք, պատերազմ է լինելու, ու լինելու է սեպտեմբերին, անգամ մատնանշում է այսպես ասած ամիս, հա, սեպտեմբեր ամիսը, նախ Փաշինյանը սպառնում է հասարակությանը սեպտեմբերյան պատերազմով, եթե չընտրվենք պատերազմ է, եւ երկրորդը ընդհանուր առմամբ նայելով քաղաքական դաշտը, նայելով ընդդիմադիր առաջնորդների կեցվածքը, արդյոք որևէ ընդդիմադիր առաջնորդ ինչ որ հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքային ամբողջության նկատմամբ, որ Փաշինյանը նման թեզ է փորձում առաջ տանել։ Բացարձակ այդպիսի բան չկա, եթե ընդդիմությունից ասենք, հա, ինչ է ասում Փաշինյանը, ինչի սեպտեմբեր է միշտ նշում, որովհետև սեպտեմբերին եղել է այն պատերազմը 44-ը, որը շատ մեծ ցավ է հասցրել հայ ժողովրդին եւ դեպրեսիվ իրավիճակի մեջ է պահում մինչեւ հիմա, այսինքն սա ուղղակի հիշեցում է
նույն ձևի օրինակ ես կարող եմ նշել Մարիոտում, որ Սերժ Սարգսյանը ասաց մարտի 1 էս ուզում, հա, եւ դրանով բորբոքեց կրկին այն ժողովրդի մեջ, որովհետեւ նիկոլական զանգված մեջ մարտի 1-ը բավականին ծանր նստվածք է ունեցել։ Եվ հիմա փաստացի ինչու ինքը սպառնում, հա, սա իր վերջի հաղթաթուղթն է, մնացած բոլորը նախկիններ, ռուսներ, KGB ագենտ, եկեղեցի բան չի աշխատում, բացարձակապես եւ դրա համար անցել է այն արգումենտի, որ ինքը պետք է օգտագործել ամենավերջին, որ պատերազմ է լինելու։ Եվ այստեղ հարցեր է առաջանում, դու որտեղից գիտես, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դու ես պատերազմը սկսում, ոչ, հա, Ալիևն է պատերազմը սկսում։ Եթե այո, որտեղից է քեզ ժամկետ, Ալիևն է քեզ ասել, հա, փաստորցի Ալիևը քո հետ կիսվում է պետական գաղտնիքներով Ադրբեջանի։ Կարելի է համարել, որ եթե քո հետ ինչ-որ մեկը Ադրբեջանի պետական գաղտնիքներով է կիսվում, ուրեմն դու ադրբեջանական պետական ծառայությունների վերահսկման ներքո ես գտնվում։ Եվ վերջին այս թեմավարել ասեմ, բա այն ժամանակ Սուրեն Պապիկյանը 3 բանում ԱԺՄ կանգնում ասում է ես մենք 5-7 անգամ ավել գումար ենք ծախսել, քան դուք 98-ից 2008։ Այդ գումարը ինչի համար ես դու ծախսել։ Դու ծախսել ես, որ քո ղեկավարը մեզ վախացնի պատերազմ, եթե վախացնում պատերազմ, նշանակում է պատերազմը ինչ-որ բան ենք պարտվելու, չէ՞։ Բայց 5.7 ավել ծախսած բյուջեի գումարները, դա որտեղ է գնացել, ինչի վրա է գնացել։ Արդյոք դուք ինչ-որ բան այն չեք առել կամ այն չեք նախապատրաստել, որ Ալիևը կարող է իրեն թույլ տալ Փաշինյանի շուրթերով հոխորտալ Հայաստանի վրա։ Այսինքն այստեղ էլ Փաշինյանի ասածները ինքը մնալու իր ասածների տակ, այսպես ձևակերպեմ։ Տեսեք, արտաքին հետախուզության ծառայության զեկույց հրապարակեց 2026 թվականի գալիք մարտահրավերների առնչությամբ, ու այնտեղ Հայաստան-Ադրբեջան, այսպես ասած, սահմանային կամ մեծ էսկալացիա դեռևս չէր մատնաճշում այն ծառայությունը, որը ստեղծվել էր հենց Փաշինյանի հրահանգով։ Հիմա ինչպես է ստացվում, որ մի կողմից Փաշինյանը թմկահարում է ապագա պատերազմի մասին, մյուս կողմից իր իսկ ղեկավարած կառույցն է այս տարվա սկզբին խոսում, որ հնարավոր չէ էսկալացիա, միայն մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանում առաջ է քաշվում արևմտյան Ադրբեջան թեզը։ Այսինքն ինչ ենք հասկանում, կառույցը ինքնին ղեկավարվում է Փաշինյանի կողմից եւ միայն զեկույցները հրապարակվում են Փաշինյանին հաճոյանալու համար։ Իհարկե Հայաստանի Հանրապետություն գործող բոլոր պետական կառույցների անմիջական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ որ կառույցում որոշակի անհամաձայնություն է լինում, ինչպես ցեղասպանության տուն-թանգարանների հետ կապված, իրեն միանգամից գործից հանում են։ Այսինքն ասել են այն ինչ որ Փաշինյանի սորտով է, բայց այս զեկույցից էլ կարելի է որոշակի հետևություն անել, փաստացի ստացվում է, որ Հայաստանի անվտանգության ամենամեծ ռիսկային գործոնը Նիկոլ Փաշինյանն է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը լինել թե չնելով, որոշ մի արտաքին վտանգներ լինում են, թե չեն լինում, հա։ Սա ուղղակի խայտարակություն է եւ ելի եմ ասում, սա ժողովրդին մանիպուլացնելու վերջին ճիգն է, որին դիմել է Փաշինյանը, այնց պատերազմ եւ ամեն ինչ։ Իմ կարծիքով դեպի ընտրություններ մենք ինչքան ավելի շատ մոտենանք, այդքան ավելի բարձրացան ինքը դա հնչեցնելու է, բայց նաեւ մենք կլսենք տարբեր տեղերից նաեւ այն արգումենտները, որոնք զրոյացնելու են Փաշինյանի այս մանիպուլյացիան։